Թևոսյան 1 դրոպ 3 բնակելի համալիր։ Քո երազանքի բնակարանն արդեն պատրաստ է։ Գնիր բնակարան տարաժամկետ վճարման տարբերակով, վայելիր այն ամռանը։ Բարև ձեզ, օրախնդիրն է 168 TV-ի եթերում, հյուրընկալել եմ քաղաքական վերլուծաբան Հայկ Խալաթյանին։ Ողջույն ձեզ, պարոն Խալաթյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Մեր աչքի առջև շատ մեծ արագությամբ տեկտոնիկ շարժեր են ամբողջ աշխարհակարգում։ Նոր աշխարհակարգ է ձևավորվում եւ շատերը նույնիսկ չեն հասցնում հետևել եւ արձանագրել այդ փոփոխությունները։ Մենք սպասում ենք անհամբեր նաեւ Պուտին-Թրամփ հանդիպմանը, դրանից հետո շատ բան ավելի որոշակի կլինի, բայց եկեք միանգամից ուրվագծենք այդ նոր աշխարհակարգում, որը կլինի մեր երկրի տեղը, հաշվի առնելով, որ այս վարչախումբն է այսօր իշխանության, այսինքն կկարողանանք ծառայեցնել ռուս-ամերիկյան զնհալը հօգուտ մեզ, թե հերթական անգամ կմնանք այս նոր ձևավորվող աշխարհակարգի փլատակներում։ Գան վերջից, դուք հաց եք տալիս Հայաստանի դերը, տեսեք, մենք բոլորս տեսնում ենք ինչ զարգացումներ են գնում, ու այդ ֆոնին ինչ օրինագծեր է Հայաստանի խորհրդարանը ընդունում։ Եվ ամենածիծավորն այն է, որ նույնիսկ առանց պաշտոնական հրամբերից ԵՄ-ից մենք հայտարարում ենք, որ չնայած գտնվում ենք ԵԱՏՄ-ում, փաստացի Ռուսաստանի հետ տնտեսական կապերի մեջ, երազում ենք իբր դառնանք ԵՄ անդամ, չստանալու նույնիսկ հրավեր։ Երկրորդ ընթերցումը հետաձգել են կարծես որոշակի տեղատվություն։ Այո, բայց նույնիսկ այդ հետաձգման մեջ տարօրինակ աբսուրդային բաներ կա, ինչու՞, որտեղ փոխնախարարը Արգոս փոխնախարարը խոսում է, ասում է դե այս օրինագիծը որևէ կոնկրետ քայլ չի ենթադրում, բայց դա ուղղեց է Եվրոպական միությանը, որ մենք ձետ ենք։ Հիմա նույն հարցը կարելի է մտ Մոսկվայից, հիմա դաշնակ ուղղեց է Մոսկվային, որ մենք ձետ չենք ուզում լինել, երազում ենք այնտեղ, բայց դե ոչինչ, ժամանակավորապես դա ձետ կլինենք։ Դա իհարկե բերում է բացասական վերաբերմունքի Հայաստանի նկատմամբ, այդ առանց էլ Հայաստանի ամենամեծ խնդիրը օրինակ իմ կարծիքով ներկայիս իշխանությունների հայ-ռուսական հարաբերություն, որ Մոսկվայում չեն ընկալում Հայաստանի իշխանությունը որպես վստահելի կանխատեսելի, նույնիսկ դաշնակից չէ, գիտեք, ինչ գործընկեր, օպոնենտ, որի հետ կարող ես, օրինակ նույն Ալիևը նույնպես շատ մեծ խնդիրներ է ստացում, դժգոհություն կա, բայց Մոսկվայում կա այսպիսի կարծիք, որ եթե Ալիևի հետ մի բան կամ օրինակ հատկապես Էրդողանի հետ, եւ դրա մասին Պուտինն է խոսում, որ եթե պայմանավորվեցիք Էրդողանի հետ, դա կատարի։ Այլ հարց է, որ դժվար է պայմանավորվել տարբեր հարցերում, բայց եթե պայմանավորվեցի, դու կարող ես վստահ լինել, որ այդ պայմանավորվածությունը կյանքի կկոչվի։ Նիկոլ Փաշինյանի հետ դա այդպես չէ։ Ամենավառ օրինակը 21 թվականի ընտրություններն էր, հիշում եք, ինչպիսի պրոռուսական դիրքորոշում էին զբաղեցնում Նիկոլ Փաշինյանը, իր թիմակիցները այն ժամանակ ես հիշում եմ, քննարկումներ էր գնում, Հայաստանում էլ են շատերը կարծում, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի Ռուսաստանի մարդն է եւ Ռուսաստանի Մոսկվայի թելադանկով, ես միշտ մի հատ հարց եմ տալիս, ասում եմ, հետ խորհրդային տարածքում դուք տեսել եք մի քաղաքական գործչի, ղեկավարի, որ արևմուտքը ամբողջ ռեսուրսով, արևմուտքի հետ փոխկապակցված լրատվամիջոցները, կուսակցությունները, ՀԿ-ները այդ մարդուն աջակցեն։ Դա ոնց է լինում Նիկոլ Փաշինյանը իբր թե ռուսական է, բայց բոլոր արևմտյան այդ ռեսուրսը ամեն ինչ անում է, որ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը ապահովի։ Եվ շատ սպասելի էր։ Նույն Զատուլինն էլ դրա մասին խոսացել հացազրույցներ, պատմելով, որ ինչ ընտրություններ գնում 21 թվականի Մոսկվա եւ ովքեր այդ չեզոքության, որ այդ չեզոքությունը ի վերջո Նիկոլ Փաշինյանի օգտին է, ես չի ասի, որ ուղղակի աջակցություն, բայց այդ նույնիսկ այդ չեզոքությունն էր ատեն Նիկոլ Փաշինյանի օգտին։ Դրա շնորհիվ այստեղ ես կարծում եմ երկվությունը գալիս է հետեւյալից։ Արևելյան գործընկերության անդամ մյուս երկրների հետ համեմատության մեջ Փաշինյանին շարունակում են Մոսկվայում ընդունել։ Ասենք Մատվիենկոն շուտով գալու է Երևան, բայց ոչ մի դեպքում Մատվիենկոն Մոլդովա ժամանակակից իշխանության պայմաններում չի գնա, ոչ էլ Մայա Սանդուն կգա Մոսկվա։ Եվ երբ նույնիսկ այս հակառուսական ռետորիկայով, ոչ երբեք գործողություններով, բայց ռետորիկայով իշխանությանը շարունակում են Մոսկվայում ընդունել հավասարը հավասարի պես, այո անվանելով անկանխատեսելի եւ ոչ հուսալի գործընկեր, բայց ընդունել նրանց, հույս հայտնել, որ Հայաստանը կվերականգնի իր հարաբերությունները հապկում։ Բնական կասկած է առաջանում, պարոն Խալաթյան, որ հրապարակային մակարդակում Մոսկվան միգուցե եւ կցանկանար այլ մեկի վարչապետություն այստեղ, բայց ոչ հրապարակային իրական քաղաքականության մեջ շարունակում է առնվազն չխանգարել այս վարչախմբը։ Տեսեք, այստեղ խնդիրը նրանում է, որ միջայդ էլ Մոլդովայում այլ նախագահներ են եղել, որոնց հետ նորմալ է շփվել։
այլ հաց է, որ Սանդոն ձեր իշտակած ինքը բացայտ հակառուսական գիծ է տանում եւ սահմանակ քայլերը, որոնք Մոսկվայում ընկալվում են որպես իրենց դեմ ուղակի ուղղված։ Նիկոլ Փաշինյանն էլ անում, բայց դեռ այդ ծավալի չի։ Երկրորդը դուք ամենասկզբից հարց տվեցիք այն զարգացումները որ կա։ Մոսկվայի պատկերացմամբ նրանք չեն ուզում կամուրջները վերջնական այրել, որտեղ իրենց մոտ այսպիսի շատ փորձագետների հետ ռուս ու մեդիաշոֆում այսպիսի մոտեցում կա։ Կարևորը ինչպես կավարտվի Ուկրաինայում պատերազմը, այս բան այդքան էլ կարևոր չի Նիկոլ Փաշինյանն, Իլխամ Ալիևը ինչեր են ասում, ինչեր են անում, որտեղ այդ պատերազմը ավարտելուց հետո լրիվ այլ իրավիճակ է լինելու Հարավային Կովկասում։ Եվ այն առաջարկները, հայտարարությունները, մեսեջները, որոնք հնչելու են Մոսկվայից, լրիվ այլ կերպ են ընկալվելու այս տարածաշրջանում, թե Նիկոլ Փաշինյանի կողմից, թե Իլխամ Ալիևի կողմից։ Եվ մենք տեսնում ենք, ձեզ հիշեցնեմ, որ նույն ուկրաինական պատերազմից առաջ 22 թվականից 21 թվականի աշնանը Ռուսաստանը առաջարկեր, որոշները բնութագրեցին դա վերջնագիր էր ներկայացել ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին, եւ որով պահանջվում էր, որ հետ խորհրդային տարածքում որևէ երկրի հետ չխորացնեն հարաբերությունները, նույնիսկ խոսք չլինի այդ երկրները դառնան ՆԱՏՕ անդամ երկիր, ընդհանրապես ռազմական համագործակցությունը դադարեցվի, առաջխաղացումը ՆԱՏՕ-ի դադարեցվի։ Հիշում եմ, օրինակ ես Զախարովային հաց է տվել, մի քանի անգամ բրիֆինգներն ասի, իսկ դա նաև վերաբերվում է Թուրքիա-Ադրբեջան համագործակցությանը, որտեղ գաղտնիք չի, որոշները Մոսկվայում դա մի փոքր այլ կերպ են ընկալում, ոչ թե ՆԱՏՕ, ուղղակի այլ որպես Թուրքիան առնչվածով եւ նա կրկնել է, որ բացառություններ չկա, մենք դա այդպես ենք ընկալում։ Բայց քաղաքականությունը դա ոնց է ռուսական խոսք չէ, ասում է искусство возможного։ Հնարավորի արվեստ։ Հա, այո, դու հիմա բարձր այս պահին Ռուսաստանը այդքան լծակներ չունի Ադրբեջանի վրա ազդի, Հայաստանի վրա կա, բայց դու դեռ չգիտես դա ինչ արդյունքի կարող է ի վերջո բերել, դա իմ կարծիքով անընդհատ հետաձգվում է, որտեվ նաև ռուսական քաղաքականության սպეციფიკան է, որ կենտրոնում են մի կարևոր հարցի վրա, իսկ այն հարցերը լուծում են հասունացման տենց հետ։ Լավ, եթե շատերը սպասում են ռուս-ուկրաինական պատերազմի առնվազն սառեցմանը, եթե ոչ ավարտին, ապա ակնհայտ է, որ այդ պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո Թուրքիայի տարածաշրջանային դիրքերը ամրապնդվելու են, դրանք չեն նվազելու։ Թուրքիան ի հակադրություն Միացյալ Նահանգների չի ընդունում ամեն գնով այդ պատերազմը կանգնեցնելու առաջարկները եւ կարծես թե նաեւ ուղղակիորեն դիմադրում է Միացյալ Նահանգների այդ փորձերին։ Այն օրերին, երբ Զելենսկին հրավիրված էր Միացյալ Նահանգներ, դրանից առաջ հասցրեց գնալ Թուրքիա եւ Էրդողանը իր անձնական հովանոցի ներքո առավ բառի բուն եւ փոխաբերական իմաստով Զելենսկուն։ Մեկ անգամ չէ, որ Էրդողանը չի ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի միավոր եւ շարունակում է պնդել, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականության մեջ է այն, ել չասած նաեւ բոլոր առումներով զինական օգնությունը։ Թեև մյուս կողմից էլ Ռուսաստանը եւ Թուրքիան շարունակում են իրենց ռազմատեխնիկական փոխգործակցությունը։ Հիմա եթե այս ֆոնին Ռուսաստանը ու Թուրքիան դեռ չեն շարունակում։ Ինչի ատոմակայանի կառուցումը ընթացքի մեջ է։ Բայց միայն ատոմակայանը եւ էներգետիկ ոլորտում է։ Նկատում եմ զենքի վաճառքը եւ այլն մնացածը։ Բայց մեր քթի տակ հիմա Ակոյուի ատոմակայան է կառուցվում Ռուսաստանի եւ Թուրքիայի համատեղ ուժերով։ Դրանից առաջարկվում է նաեւ Հայաստանում կառուցվի, բայց չես ինչու Հայաստանի իշխանությունները։ Հիմա մենք դրան կդառնանք, բայց եկեք մի հատ հասկանանք ռուս-ուկրաինական պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո Թուրքիայի դերակատարումը տարածաշրջանում եւ հատկապես Հայաստանում ինչպես է վերափոխվելու եւ այդ ամրապնդմանը դիմադրելու գործիքներ Հայաստանի Հանրապետությունը եւ այս վարչախումբը, իդեմս այս վարչախմբի Հայաստանի Հանրապետությունը ունի թե ոչ։ Տեսեք, դուք ճիշտ բաներ թվարկեցիք, բայց նաեւ երկու կարևոր հանգամանք կա։ Առաջինը, դուք ասում եք Էրդողանը համաձայն չի ցուցաբերում, բայց դա Էրդողանի բնորոշ է։ Օրինակ ի տարբերություն մեծամասնությանը եվրոպական առաջնորդների նա անընդհատ փորձում է սեփական շահ, իր երկրի շահ առաջ տանել։ Երբ նա իր անհամաձայնությունը հայտնելով այս գործընթացին կամ գոնե այս դեկլարատիվ հայտարարություններ անելով, իմ կարծիքով ի սովորության համաձայն նա փորձում է հասկացնել թե Վաշինգտոնին, թե Մոսկվային, որ գիտեք ինչ, նաև մտածեք իմ դիրքը ոնց է փոխել։ Առևտուր անել բոլոր կողմերից։ Այո, դա առևտրի ոնց է գործընթաց է։ Էրդողանին եւ ժամանակակից Թուրքիային ընդհանրապես բնորոշ։ Երկրորդ կարևոր փաստ, ամենակարևորը։ Այս բանը Ռուսաստանը շատ հարցերում սահմանափակ է Թուրքիայի հետ հարաբերություն, որտեղ տեսեք, հյուսային հոսքերը պայթեցնելուց հետո, Ուկրաինայի գազի տրանզիտը կանգնացնելուց հետո միակ թուրքական հոսքն է, որով Ռուսաստանը կարողանում է գազ մատակարարել Եվրոպա։ Եվ դա շատ հարցերում ստիպում է Ռուսաստանին նույնիսկ
շատ ուժեղ դժգոհ լինելով Թուրքիայից որոշ զիջումներ գնա։ Եթե պատերազմը դադարում է Ուկրաինայում, հիմա չգիտենք ինչ պայմաններով, որտեվ ես այնպես չէ, որ ես վստահ եմ, որ այդ օպտիմիզմը կիսում եմ, որ հեսա ժամանակի հարց է շուտով, որտեվ դա կարող է գործընթացը անհաջողությամբ մատնվի, բայց կարող է նույնիսկ խորանալ այդ պատերազմը, Մեծ Բրիտանիայում օրինակ փորձում են տանել այդ ուղղով Ուկրաինային։ Այո, բայց իմ կարծիքով դեռ կքննարկենք այդ հացը, իմ կարծիքով Եվրոպան ամեն ինչ անել, որպեսզի ԱՄՆ-ն շարունակի, որտեվ միայն Եվրոպայի ռեսուրսը չի բավարարելու այդ պատերազմը միայնակ շարունակելու Ռուսաստան, բայց եթե պատերազմը դադարում է, արդեն առաջատար արևմտյան լրատվամիջոցներով արտահոսքներ կան, որ ամերիկացի միջնորդությամբ իրենք են գնելու այդ գլխավոր դերակատարներն հյուսային հոսքում կարող է վերականգնվի գազի մատակարարումը Գերմանիա, շատ տարօրինակ է, չէ՞, ամերիկացիք այն ժամանակ արգելեցին Գերմանիային, փաստացի պայթացրեցին հոսքերը, հիմա ստացվում է ամերիկացիները եթե իրենց վերահսկողության տակ լինի, դեմ չեն, որպեսզի ռուսական գազը գնա Գերմանիա, բայց իրենց միջնորդությամբ։ Այդ պարագայում արդեն Թուրքիան կոչվում է իր գլխավոր խաղաթուղթը Ռուսաստանի հարաբերություններում, որտեղ երբ որ Ռուսաստան ունենա այլ ընտրանքներ իր էներգակիները վաճառելուց, դա ռուսական տնտեսության համար շատ կարևոր գործոն է։ Այդ ժամանակ Մոսկվան կարող է շատ կոշտ դիրքորոշում զբաղեցնել։ Հիմա գանք Հայաստանի իշխանություններին։ Տեսեք, այս պահին մենք Թուրքիայից գանք Ադրբեջան։ Մենք տեսնում ենք շատ խորը ճգնաժամ ռուս-ադրբեջանական հարաբերություններ։ Իմ կարծիքով ես դա բազմիցս թե ռուսական լրատվամիջոցներն եմ ասել, թե հայկական։ Իմ կարծիքով Ալիևը այդքան համարձակ է Ռուսաստանի եւ Պուտինի հետ, որտեղ նա վստահ է, որտեղ տնտեսական լծակները ազդելու Ռուսաստանի Ադրբեջանի վրա սահմանափակ են ի տարբերություն Ռուսաստանի Հայաստանի վրա, որտեղ գաղտնիք չի, որ առյուծի բաժինը պետական եկամուտների Ադրբեջանի դա գազի նավթի արտահանումն է եւ այդ գազն ու նավթը Ռուսաստան չեն գնում եւ նույնիսկ Ռուսաստանի տարածքով չեն գնում։ Վերջին տարիներին էլ 3-4 տարում պակասում է նավթի արդյունահանման ծավալը, դա էլ այո, բայց ել եմ ասում, դա այնպես չէ, հիմա լոլիկները հարկելելով ադրբեջանական Ռուսաստան մատակալը դա այտենց լուրջ վնաս չի լինելու, էլի։ Մեր դեպքում կարող է էապես Դա եմ ասում, Հայաստանի վրա Ռուսաստանի լծակները տնտեսական շատ մեծ են, որտեվ եթե առևտուրն ենք նայում արտաքին Ադրբեջանի, եթե չեմ սխալվում, 2 տարի առաջ Ալիևը ասում էր, երբ որ հիշում եք այն հայտնի Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճը Մոսկվայում ԵԱՏՄ-ի գագաթնաժողովին, այնտեղ մինչ այդ բանավեճը թվեր էր թվարկում եւ դուս էր գալիս, որ ամբողջ ԵԱՏՄ-ի վրա 9%-ից պակաս է գալիս արտաքին առևտրի Ադրբեջանի։ ԵԱՏՄ-ում նա լավ կապեր ունի ոչ միայն Ռուսաստանի, Ղազախստան, Բելարուս, այլ երկրների։ Դա ցույց է տալիս այդ Ալիևը վստահ է այս պահին, որ Արցախյան հացը փակ է, միջև այդ գլխավոր այսպես լծակներ Ռուսաստանի ազդելու Ադրբեջան եւ ամենակարևորը նա վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը, որը փաստացի այս պահին պրո-թուրքական քաղաքականություն է վարում, փորձում է ամեն կերպ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ եւ մի քանի անգամ դա ասել եմ, որ Հայաստանում փորձում են ժողովրդին համոզել գնում ենք դեպի արևմուտք, բայց փաստացի այդ լոզունգի տակ գնում ենք դեպի Թուրքիա։ Հայաստանը այս իշխանությունը տանում են դեպի Թուրքիա։ Նա վստահ է, որ Ռուսաստանը նույնիսկ Հայաստանը չի կարող իր դեմ օգտագործի որպես հակակշիռ եւ դա մայր այդքան համարձակ է Ռուսաստանի հետ։ Հիմա դա ձեր հարցի պատասխանն է, այս իշխանությունները կարող են օգտվել, չէ, չեն կարող, որտեղ նրանք նույնիսկ մտադություն չունեն օգտվելու։ Եվ հակառակը ես մտավախություն ունեմ, որ այս գործընթացը խաղաղ պայմանագրի արագանալը փորձելու են արագացնել, որպեսզի եթե նույնիսկ պատերազմը ավարտվի Ուկրաինայում, Ռուսաստանը նույնիսկ հնարավորություն չունենա վերադառնալ տարածաշրջան, որպեսզի հարցը փակված լինի արդեն։ Ալիևը այո, համարում է, որ Արցախյան հարցը փակ է, այդպես համարում է նաև Փաշինյանը։ Բայց նոյեմբերի 9-ի Երակոմ հայտարարության 9-րդ դրույթը կատարված չէ։ Կատարված չեն Հայաստանի վերաբերող մնացած բոլոր դրույթները, օրինակ 8-րդ կետը, ըստ որի պահվող բոլոր անձինք պիտի ազատ արձակվեն։ Բայց Ադրբեջանին ամենաշատը մտահոգում է 9-րդ կետը, այս պահին երբ մենք զրուցում ենք, Իլհամ Ալիևը Թուրքիայում է, բացում են Իգդիր Նախիջևան գազատարը եւ նա ելույթ է ունեցել այն մասին, որ Սյունիքը անարդարացիորեն է մնացել Հայաստանի Հանրապետությանը եւ խզել է կապը Ադրբեջանի եւ Նախիջևանի միջեւ եւ պատմական արդարությունը պիտի վերականգնվի, ինչի մասին այդքան երազում էր իր հայրը, որը նաեւ ժամանակի Նախիջևանի կառավարիչն է եղել։ Եթե այս տեքստերը թողնենք մի կողմ, պիտի հիշենք, որ այս տարի լրանում է նոյեմբերի 9-ի Երակոմ հայտարարության ավարտի ժամկետը եւ ֆիքսված է, որ պայմանագրի ավարտից 6 ամիս առաջ, եթե կողմերը ծանուցում են, որ ուզում են շարունակել, ապա դա ընդունվում է գիտություն եւ շարունակվում է եւս 6 տարով։ Բայց եթե չեմ սխալվում, վերաբերում է խաղաղապաններին։
այլ ոչ թե պայմանագիր։ Ընդհանուր հայտարարությանը, որովհետև դա էլ կարող են շարունակել Հայաստանի դեմ։ Հիմա առավելևս, եթե դա այդպես է, դա նշանակում է, որ այս հայտարարությունը փաստացի այլևս ուժի մեջ չէ, եւ միակ բանը, որը Ադրբեջանին շարունակաբար հավատարիմ է պահում, այսպես ասենք, այս հայտարարությանը եւ ստիպում է Ալիևին շարունակաբար հիշել դա։ Նա նոյեմբերի 9-ի Երակոմ հայտարարության 9-րդ կետի հատկապես երկրորդ նախադասությունն է։ Եթե ելնենք այն կանխավարկածից, որ մի քանի ամսից այս հայտարարության գործողության ժամկետը ավարտվում է, այսինքն նաև ֆորմալ իմաստով, բացի փաստացից, նաև իրավաբանորեն այն գոյություն չի ունենա, կարելի է ենթադրել, որ հենց այդ ժամանակահատվածում շատ ակտիվ պայքար է գնալու այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացման համար, ընդ որում Թուրքիան է ուղղակիորեն մտած այդ խաղի մեջ, թույլ չտալու ոչ Ռուսաստանի, ոչ որևէ այլ դերակատարի մասնակցություն այստեղ։ Տեսեք, ես ինչու հիշատակեցի, որ դա խաղապաններն էր, որտեղ դա կարող են շարքել, ասել միևնույնն է, դա ուժի մեջ է, նույն Ադրբեջանը, դա միայն խաղապաններն է վերաբերվում, եթե կողմից մեկը դեմ է, որ դրանց տեղակայումը երկարը ձգվի, դա պետք է դադարել, իսկ հայտարարության մասին ժամկետները այնտեղ նշված չեն հստակ։ Դա էլ կարող են շարքել։ Այդ 9-րդ կետը ինչու հայտնվեց փաստաթղթում, որտեղ ոնց ինչպես ես հասկանում եմ, պայմաններից մեկը, որը Թուրքիան դրել էր, որպեսզի պատերազմը դադարի, դա այդ միջանցք ստանալն էր, ճանապարհ ստանալն էր։ Ռուսաստանը, որը իհարկե շահագրգռված չէ, որպեսզի Թուրքիան եւ Ադրբեջանը ուղիղ կապ ստանան, պայմանը դել, որ իր սահմանապահները պետք է լինեն, որպեսզի իր վերահսկողության տակ լինի այդ կապը, որտեղ բոլորը համար հասկանալի է, Մոսկվայում էլ են շատ լավ հասկանում, ինչ վտանգ է լինելու, եթե Թուրքիան դուրս գա Կասպից ծով, իսկ հետագայում Կենտրոնական Ասիա։ Հիշում եք, չէ՞, մեզ անընդհատ համոզում էին, որ դա Ռուսաստանին է պետք, Ռուսաստանն է, բայց ես միշտ հաց էի տալիս, որ պատասխանը դեռ չեմ ստացել։ Ասում էի, հետաքրքիր ինչ պետք է Ռուսաստանը տանի այդ ճանապարհով, որին Ադրբեջանը կողմից, Հայաստանը դեմ։ Հենց համեմատեք Ռուսաստանին պատժամիջոցների հետ խուսափելու գործի մեջ Հայաստանի ավանդը եւ Ադրբեջանի, չէ՞, թվերը տարօրինակ են, չէ՞, հասկանում ենք։ Հիշում եք, անցած տարի Ջեյմս Օբրայանի հայտարարությունը դեպի ներկայացուցիչ, որ մեզ պետք է ճանապարհ, որը Թուրքիային կկապի Կենտրոնական Ասիայի հետ եւ որը կլինի ոչ Ռուսաստանի, ոչ Չինաստանի, ոչ Պարսկաստանի վերահսկողության տակ։ Դա ցույց է տալիս, որ տեսեք, արևմուտքի մոտեցումը այսպեսին է։ Նրանք շատ լավ հասկանում են, Թուրքիայի մեծ տարածաշրջանում ուժեղացումը նշանակում է Ռուսաստանի եւ Պարսկաստանի թուլացումը։ Հետագայում Թուրքիան, եթե Հարավային Կովկասի վերահսկողության տակ է վերցնում, նա ավելի ուժեղ դիրքերից հանդես գալու Կենտրոնական Ասիայում։ Ովքեր են այս պահում Կենտրոնական Ասիայում գլխավոր երկու խաղացողները, դա Ռուսաստանն եւ Չինաստանն են, ԱՄՆ-ի երկու գլխավոր աշխարհական հակառակորդները։ Իդեպ Եվրամիությունն էլ է փորձելու դերակատարում ստանձնել ապրիլի սկզբին Տաշկենտում հրավիրելով Եվրամիություն Կենտրոնական Ասիա առաջին գագաթաժողովը, որտեղ նաև միջնորդավորված ամերիկյան, բայց իրականում հենց եվրոպական ազդեցության ընդլայնման փորձեր կարվեն։ Այդ որտեղ տեսեք նմանատիպ ձևաչափեր ունեն Ռուսաստանը Կենտրոնական Ասիայի հետ, Չինաստանը ունի Կենտրոնական Ասիայի հետ, ԱՄՆ-ն ուներ Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարներ, եւ նույնիսկ Թուրքիան, եթե նայում ենք այդ թուրք պետությունների թուրքալեզու պետությունների, այո, որը նույնպես Մոսկվայում անցալում է որպես մրցակից եվրասիական այդ ինտեգրացիայի մրցակից, այդ թուրք պետությունների ինտեգրացիան, եւ այնտեղ տեսնում ենք, որ արդեն հումանիտար տնտեսական հարցերից արդեն խոսք է գնում նույնիսկ ուժային ինտեգրացիա մասին։ Միասնական բանակի մասին այն խոսում։ Ու դեռ փորձելով չզայրացնել շատ Ռուսաստանին եւ Չինաստանին, խոսք է գնում միայն քաղաքացիական պաշտպանության զորքերի համագործակցություն եւ այլն, բայց բոլորին հասկանում են, որ դա այսպիսի փոցնական քարն է, եթե այսպես լուրջ արձագանք չունի, խորանալու է։ Բայց վերադառնանք այդ ճանապարհին։ Ադրբեջանը այս պահին այդ 9-րդ կետը ինչու է առաջ տանում, որովհետև նա հասկանում է, որ գլխավոր խոչընդոտը իր համար ուժային գործողությունների գնալ Հայաստանի դեմ, որպեսզի ստանալ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, դա Ռուսաստանն եւ Պարսկաստանն է։ Եվ անընդհատ ուզում են ցույց տալ, որ տեսեք, իրենք 9-րդ կետը չեն ուզում, որ դուք լինեք, իրանք արևմուտքն են բերում տարածաշրջան եւ դա օգտագործում են թե Մոսկվայի հետ բանակցությունում, թե Թեհրանի հետ։ Դա համար թույլ տվեք մենք մեր գործողություն անենք, իսկ մենք ձեզ երաշխավորում ենք, որ ձեր շահերը հաշվի կառնվեն տարածաշրջանում։ Հիմա ես չգիտեմ դա հատկապես հաշվի առնելով մեր ղեկավարության քայլերը ինչ արձագանք վերջում գոյ, որտեղ ցավոք սրտի ամեն ինչ անում, որպեսզի թե Մոսկվան, թե Թեհրանը գնան, ընդառաջ գնան Բաքվի այդ մեսեջներին։ Եվ բայց այդ ուրիշ կարևոր բան կա։ Ես 2 տարի առաջ Մոսկվայում հարցազրույց եմ արել Շաֆիևի, շատ հայտնի փորձագետ է ադրբեջանական, որը փոխկապակցված է իշխանության հետ, Պրիմակովյան Չծենյանը այդպես մեծ գագաթնաժողով եկել է։ Եվ այսպեսի հարց տվեցի, այն ժամանակ հիշում եք դեռ Հայաստանը
Հայաստանը եւ Հայաստանի իշխանությունը եւ իրենց հետ փոխկապակցված փորձագետները անընդհատ նշում են, որ ամենալավը դա արևմտյան հարթակն է, բանակցությունները եւ այլն, ռուսականը վատն է, պետք է հրաժարվել արևմտյան։ Պարզվեց թուրքականն է լավագույնը։ Հիմա երկկողմանին է, հələ դեռ երկկողմանին է, չնայած Նիկոլ Փաշինյանը Թուրքիային է կոչանում ավելի ակտիվ դերակատարը, բայց փաստացի հետո չգիտես ինչու նույն մատի գտնում են, որ ամենալավը երկկողմանի ֆորմատն է, որ որևէ միջնորդ չլինի։ Հիմա հաց։ Այդ երկկողմը երեսպաշտությունն է, պարոն Խալաթյան, որովհետև իրականում հայ-ադրբեջանական երկկողմանակցություններ հիմա չկան, դրանք ոչ թե փակուղում են, այլ գոյություն չունեն, պարզապես։ Մյուս կողմից կա շարունակաբար պաշտոնական Երևանի ռևերանսը Թուրքիային, որ խնդրում եմ ազդեք Ալիևի վրա, խնդրում եմ համոզեք նրանց։ Իսկ Էրդողանը ընդամենը մի քանի օր առաջ իր դեսպանների հերթական հավաքի ժամանակ ԱԶԿ-ի գրասենյակում ասաց, որ քանի դեռ հերթական անգամ նույն բանը ասաց, քանի դեռ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր չկա, Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները չեն կարգավորվի։ Էլ ինչպես ասեն Թուրքիայից, որ առաջնահերթը Երևանն ու Բաքուն պիտի իրար մեջ պայմանավորվեն։ Նայեք, ես ինչու Շաֆիին հիշատակեցի, որովհետեւ այն ժամանակ էլ Ադրբեջանը ասում էր, բայց մենք կողմ ենք ռուսական հարթակին, երբ որ Հայաստանը կողմ էր արևմտյան, որովհետեւ արդեն արևմտյանից Ադրբեջանը ամեն ինչ ստացել է։ Մենք Շաֆիին հարց եմ տալիս, մտածեք ասում, Հայաստանը կողմ է արևմտյան, որոշ պաշտոնյաներ Ադրբեջանում ասում են մենք կողմ ենք ռուսականում, իրականում ո՞րն է։ Իսկ ասում են, իսկ մեզ ոչ ռուսականն է պետք, ոչ արևմտյանը։ Մեզ ամենաձեռնտուն երկկողմանի ֆորմատն է առանց միջնորդների։ Ի վերջո մենք տեսանք, որ Ադրբեջանը իր նպատակին հասավ։ Ես ինքս այն չեմ համարում իդեալական ոչ ռուսական հարթակը, ոչ առավել եւս արևմտյանը, բայց այս պարագայում Ադրբեջանը իր գլխավոր նպատակին հասավ, ազատվեց ցանկացած միջնորդից, որին գոնե ֆորմալ առումով պարտավոր էր որոշակի բացատրություն տալ իր քայլերի կամ իր պարտավորությունների չկատարման պարագայում։ Հիմա նույնը այսպես կոչված միջանցքի կոմունիկացիաների հետ։ Այս պայն Ադրբեջանը խոսում է, որ ինքը 9-րդ կետի կողմնակից, բայց ես վստահեցնում եմ, որ Հայաստանը հենց համաձայնվի, որ այնտեղ ռուսները լինեն։ Չեն այս իշխանությունները չեն համաձայնվի, ես չեմ պատկերացնում ինչ պետք է լինի։ Կստացի, որ ադրբեջանցիները Թուրքիայի աջակցությամբ ամեն ինչ անելու են, որ ոչ մեկ այնտեղ չլինի, որտեղ իրենց նպատակը ոչ թե ճանապարհն է հասակ, այլ էքստերիտորիալ կամ դրան շատ մոտ կարգավիճակով ճանապարհ, որը թույլ կտա Թուրքիային վերահսկողության տակ վերցնի մեր տարածաշրջանը եւ ինչպես արդեն ասացի, շատ ավելի ուրիշ դիրքերից, ուժեղ դիրքերից հանդես գա կենտրոնական Ասիան որպես հակակշիռ թե Ռուսաստանին, թե Չինաստանին։ Եկեք սցենարներից մեկն էլ դիտարկենք։ Մենք դիտարկում ենք այս պահին տեղի ունեցողը, այն որ Փաշինյանը Հայաստանը վերածում է Թուրքիայի ենթապետության, նույնիսկ ոչ թե Ադրբեջանի, այլ ուղղակիորեն Թուրքիայի։ Եվ նրա շարունակական խնդրանքները այս փուլում Էրդողանին են ուղղված կամ Հական Ֆիդանին են ուղղված, այսինքն թուրքական պետությանը, համոզելու Ադրբեջանին նախ չհարձակվելու մեզ վրա, դրա փոխարեն առաջարկելով, ասենք, հայոց ցեղասպանության ուրացում, ազգային ինքնության աղճատում եւ փոփոխում եւ այլն։ Դա Ադրբեջանին իդեպ այդքան չի մտահոգում, որքան Թուրքիային, Ադրբեջանին ավելի կարճաժամկետ շահեր են հետաքրքրում։ Բայց այդ ամենը կանխելու հնարավոր գինը նաև պայմանավորած ռուս-ամերիկյան հարաբերությունների ձնհալով, պարոն Խալաթյան, կարող է լինել, եւ օրինակ ես դրանից չեմ զարմանա, շրջադարձը դեպի Ռուսաստան, մի հերթական անգամ շրջադարձի փորձը դեպի Ռուսաստան։ Այդ մասին ես այդքան չեմ սպասում։ Ես ոչինչ չեմ բացառում։ Իհարկե շատ հավանական չեմ համարում, բայց ես չեմ զարմանա, որ մի օր Փաշինյանը նույն հետևողականությամբ, որով 3 տարի շարունակ վարկաբեկում եւ անպատվում էր ՀԱՊԿ, հանկարծ ու սկսի արդարացնել այդ կառույցում մեր գոյությունը, որոշում կայացնի վերականգնել մեր բոլոր հարաբերությունները եւ մեր կարգավիճակը այնտեղ, դարձյալ հայ-ռուսական հարաբերություններին փորձի ինչ-որ ընթացք տալ, ընդհանրապես այն հաշվարկով, այն հույսով, որ դա կարող է բնական հակակշիռ լինել նախ Թուրքիայի կամ Ադրբեջանի նկարտումներին, որովհետեւ ի վերջո ինքը մյուս տարի վերարտադրվելու խնդիր ունի մեկ։ Եվ երկրորդ ի վերջո, եթե Թրամփն ու Պուտինն են պայմանավորվում, ապա հարց է առաջանում, Փաշինյանը ինչու է ոտատակ ընկնում։ Բայդենի օրոք հակառուսական Զելենսկին ինչ Բայդենի օրոք հակառուսական ռետորիկան կարող էր գնահատվել, չէ՞, կարող էր վաճառել որևէ տեղ։ Մակրոնը ասում էր դուք մեզ հետաքրքիր եք իբրև հակառուսականության բուֆեր։ Այսօր դա ժամկետած ապրանք է, եւ ես չեմ բացառում, որ մի օր Փաշինյանը կարող է պարզապես շրջադարձել։ Բայց մի հատ խնդիր կա, որ ինչն է իր համար խնդիրն է ստեղծելու այդ հարցում, միջով վերադառնանք Թուրքիայի եւ Ադրբեջանի այդ դիրքորոշմանը բանակցային։ Խնդիրն նրանում է, որ Ռուսաստանում դա անցալելու են եւ ոչ որտեղ մենք տեսնում ենք շատ եվրոպական առաջնորդներ եւ այլն, այսպես չեն էլ թաքցնում իրենց երազանքը դիմանալ մի կերպ 2-3 տարի, մինչև ԱՄՆ նոր ընտրությունները կամ գոնե այդ մյուս տարի
մի մասն է վերընտրվելու կոնգրեսի, երբ որ դեմոկրատները կարողանան մեծամասնություն ստանալ, որոշ չափով զսպեն Տրամփին, եթե ստանան մեծամասնությունը, հույսով որ մյուս նախագահական ընտրություններում դեմոկրատական տեխնացու կհաղթի եւ այդ պարագայում կարելի է նախկին խաղը շարունակել։ Դա համար տեսնելով որ Նիկոլ Փաշինյանը քանի անգամ է իր խոստումներից հետ կանգնել, դժվար եմ պատկերացնում, թե Մոսկվայում ոնց կարող են մի անգամ էլ թույլ տան իրենց խաբել։ Դա այդ բանը։ Բայց հիմա վերադառնալ Թուրքիա-Ադրբեջան։ Տեսեք, իմ պատկերացմամբ Թուրքիան եւ Ադրբեջանը խաղում են այսպես չար եւ բարի ոստիկանի խաղը Հայաստանի հետ։ Նպատակը նույնն է, երկու ոստիկաններ ուզում են միևնույն նպատակին հասնել, բայց մեկը իդեմս Ադրբեջանը այսպես չար ոստիկանը սպառնում է պատերազմով, նոր պահանջներ, Թուրքիան ավելի բարի է, որոշ թեթև պահանջ, ճակերտավոր թեթև պահանջներ եւ ձեր ասած Նիկոլ Փաշինյանը անընդհատ այդ բարի ոստիկ, ճակերտավոր բարի ոստիկան ասում է, կլինի այն չարին համոզես, չհարվածի եւ այլն, զիջումների կգնամ։ Բարի ոստիկանն էլ ասում է դու ինքդ պիտի չարի հետ պայմանավորվես։ Այո, բայց խնդիրը նրանում է, որ երկու ոստիկանի, այդ երկու թուրքական պետությունների, որոնք հստակ տանդեմով են հանդես գալիս մեր տարածաշրջանում, նրանց նպատակը հայկական գործոնի վերջնական չեզոքացումն է տարածաշրջանում։ Եվ խաղաղ պայմանագիր կստորագրվի միայն այն պայմանում, երբ որ իրանք վստահ լինեն, որ այդ խաղաղ պայմանագիրը իր կետերով ապահովելու այդ վերջնական նպատակի իրականացումը։ Տեսեք, այն ժամանակ Փաշինյանը դժվար պահին որոշակի զիջման գնացին, ասեցին լավ, կոմունիկացիաների հարցը հանում ենք փաստաթղթից, տեքստից, բայց բոլորն ենք, չէ, հիշում եք, քննարկում ենք բոլոր փորձագետները Հայաստանում, ովքեր իշխանության հետ կապված են, նշում են, որ միևնույն է այդ հացօրակարգից դուրս չի եկել։ Նույն անկլավները իդեպ։ Այո։ Նոյեմբերի 9-ում կար նաև անկլավներ, վերջնական խմբագրումից դա հնարավոր եղավ անել, բայց տեսակ թե ինչպես 2024 թվականին սկսվեց այդ գործընթացը, որովհետև Ռուսաստանի միջնորդությամբ հանվեց, Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելուց հետո հասկանալով, որ Հայաստանը միայնակ ի վիճակի չէ դիմադրել, սկսեցին ավելի մեծ ծավալի պահանջներ։ Հիմա Ադրբեջանը մենք տեսնում ենք այն կետերն է, սահմանություն փոխելը, որը նույնպես տեքստում չկար, բայց չես ինչու արդեն Հայաստանի իշխանությունը դրան համաձայն են, երկու կետերն էլ հայցերը հետ կանչել միջազգային դատարաններից եւ երկրորդը այդ դիտորդների եվրոպական հարցն է, որը նույնպես ոնց հասկանում ենք արդեն Հայաստանի իշխանությունը մեկ էլ տեսանք արդեն կոմունիկացիաների միջանցքի հարցը նույնպես պահանջվում է, որ պետք է հստակ որոշվի։ Իսկ մենք էլ հիշենք, էլ ինչ պահանջներ կա, որ Ալիևը անընդհատ բացաձայնում է։ Ռազմաքաղաքական ղեկավարությունը դատել, Խոջարում ճանաչել։ Ավելի շատ ես կհիշեցնեմ ձեզ բանակի սահմանափակումը Հայաստանի, դեմիլիտարիզացիան, փաստացի հայկական բանակի, դենացիֆիկացիան Հայաստանի, այդ կետերն են, որոնք եւ միջանցք եւ այլն։ Ու հենց Հայաստանի իշխանությունը համաձայնվեն այն կետին, Ադրբեջանը ասել է չէ, հիմա էլ այս կետը պետք է փաստաթղթում լինի, որտեվ ել եմ ասում, միայն այդ բոլոր կետերի իրականացումը Ադրբեջանի կարծիքով կարող է իրան նա կարող է վստահ լինել, որ վсё, հայկական գործոնը չեզոքացավ, եթե նույնիսկ իշխանափոխություն լինի Ռուսաստան կամ ԱՄՆ կամ այլ երկիր Պարսկաստան փորձեն հայկական գործոն օգտագործել տարածաշրջանում այդ Թուրքիայի շահերի եւ Ադրբեջանի դեմ, դա արդեն չի ստացվի, դաժե նույնիսկ ցանկության դեպքում դա չի ստացվի։ Դա մալ իրանք հստակ այդ գիծն են անում եւ Նիկոլ Փաշինյանը ինչ զիջման էլ գնա այս պահին նոր զիջում է լինել, նոր պահանջել։ Ժամանակի մեջ հրաշալի կտեղավորվեր, եթե Փաշինյանը ունենար այդ ժամանակը։ Փաշինյանը արդեն ժամանակ չունի։ Նա հապշտապ պատրաստվում է հերթական կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններին, նախ եւ առաջ հիմա շատ կենաց մահու պայքարի մեջ են մտել Գյումրիում, եւ եթե կորցնեն Գյումրին, ապա իրենց ընտրական մոդելով պարտությունը կարող է սկսվել այդտեղից։ Բայց Փաշինյանին 1 տարուց մի քիչ ավել ժամանակ է մնացել, եթե ամեն ինչ գնա բնականոհունով, եթե որևէ ֆորս մաժոր չլինի այդ թվում մեր սահմաններին։ Ալիևը դա հրաշալի հասկանում է, պարոն Խալաթյան։ Մենք հիշում ենք օրինակ 2021-ի մայիսին Հայաստանի Հանրապետության տարածք երկու ուղղությամբ ներխուժումը։ Այն ժամանակ պնդումներ կային, որ Ալիևը հասկանում է, որ Փաշինյանը չի կարող վերընտրվել, այդ պատճառով փորձում է կորզել հնարավոր ամեն ինչ։ Ի զարմանս Ալիևին նույնիսկ Փաշինյանը վերընտրվեց։ Ալիևը նրա ընտրությունից կարճ ժամանակ անց չթաքցրեց իր զարմանքը, ասելով, որ հայ ժողովրդի մասին ինքը ավելի լավ կարծիք ուներ։ Սա սարսափելի գոտկատեղից ծանր ցածր հարված է մեր ամբողջ ժողովրդին եւ ազգին, բայց դա մի կողմ։ Հիմա Ալիևը պիտի Փաշինյանին ինչ որ նվեր տա, ինչ որ բոնուս անի, որ սա կարողանա ծախել Հայաստանում։
եւ կարմիր ժապավենով փաթաթած ներկայացնել, դա ինչպես 21 թվականին խոստանում էր Արցախի ապազավթում։ Որը կլինի դա։ Դա խաղաղության պայմանագիրը չի լինի, բայց ինչ որ թղթի կտոր պիտի լինի, որի վրա կգրի խաղաղություն եւ կծախսի։ Հասկանում եք, դա շատ բարդ է, որովհետեւ ես այդ համաձայն եմ, որ Փաշինյանը ինքը իրան վիլկայի մեջ է այսպես գցել, որովհետեւ փասաթուղթը պետք, որով նա կարողանա գնահատությունների ցույց տալ, նույնիսկ որ հիշում եք այս եվրոինտեգրացիայի օրինագիծը շատ է դիտարկում են այս ներքաղաքական շահերից ելնելով ընդունված առաջ տարվող նախագիծ, որպեսզի կարողանա ժողովրդին ասել, դե գիտեք ինչ մոռացեք Արցախի մասին, Ադրբեջանի այդ զիջումները։ Գնում ենք լուսավոր ապագա։ Հա, գնում ենք որտեղ մեզ նույնիսկ չեն սպասում։ Բայց նաև հարցնալու է, որ եթե նա այդ կատարի այդ պահանջները շատ դժվար են պատկերացնում, թե ոնց է վերընտրվելու։ Տեսեք, օրինակ նույն համադրության փոփոխությունը ոնց հասկանում ենք, երևի ընտրություններից հետո արդեն լինի, որտեվ եթե դու ընտրությունից առաջ տանում ես այսպիսի բացահայտ հակազգային կետեր այդ համադրությունում, նա էլ մտավախություն ունի, որ դա կարող է խանգարել, չվերընտրվել կամ էլ նույնիսկ տեխնիկապես այդքան քանակ դժվար է լինելու ապահովել հանրակրվի անցկացնել, որտեվ այնտեղ 600,000 եւ ավել։ Ու այո, մեկ հարտից ավելը պետք է ամբողջ գրանցված ընտրողներ պետք է կողմ քվեարկի եւ այլն։ Դա մը ինքը շատ բարդ վիճակում, բայց մյուս կողմից էլ Ալիևն էլ է, գիտեք, ինչ իմ մոտ մեկ տպավորություն է, որ ինքը հարբել է իր հաջողություններից։ Բայց իրենը կարելի հասկանալ, տեսեք, եթե նույնիսկ այս գործընթացը նա գնում է վաբանկ ուզում է ամեն ինչ ստանալ։ Նա հասկանում է, որ նա ունի պատմական եւ մի քանի սերունդ մեկ է այդպիսի շանս լինում, երբ որ դու կարողանաս քո հակառակորդի հացը վերջնականապես լուծես։ Հիմա sense իմ այս սուբյեկտիվ կարծիքն է, ոնց է կազինոյում խաղացող լինի, հիմա մտածում եմ դրույքը ավելի բարձրացնեմ։ Հա, ավելի բարձրացնեմ, իհարկե կարող է չխաղա, բայց եթե խաղաց, դա կարող է վերջնական։ Բայց գիտեք ինչ, բայց նաև պետք է հասկանալ մի բան, ունակ եթե չխաղացել, չէ, Ալիևի խաղադրույքը, իր պատկերացմամբ ինքը այնպիսի արդյունքների է հասել, որ 5 տարի առաջ ինքը չէր կարող դրա մասին երազել։ Այնպես չէ, որ նա պարտված է դուրս գալու։ Նա կարող է իրեն ասի, դե կարող ենք ավելի շատ ստանալ, բայց ինչ էլ ստացել ենք, արդեն մեր համար պատմական հաջողություն է։ Դա մալ երկու կողմն էլ այսպիսի դժվար իրավիճակում են, հատկապես Ալիևը այսպես գայթակղություն կա ամեն ինչ ստանալ, բայց վտանգ կա, որ եթե Նիկոլ Փաշինյանը ինչպես դու ասում եք, դա էլ շատ անկավ կպարտվի եւ դա արդեն լուրջ կդժվարացնի իր քաղաքականությունը։ Հիմա Ալիևը այստեղ հայտնվում է մեծ հաշվով շատ բայց մի բան էլ ավելացնեմ, տեսեք, նաև մի տարբերակ է պետք հիշել, որ Ալիևը կարող է, եթե հարմար միջազգային ֆոն լինի, կարող է օգտագործել իշխանափոխությունը Հայաստանում որպես պատրվակ ուժային գործողությունների անցնել Հայաստանից։ Եթե տրամաբանությամբ առաջնորդվենք, Հայաստանում երբեք իշխանություն չպիտի փոխվի։ Հասկանում եմ, ընդունում եմ, բայց դա մայր այդտեղ շատ բան է կապվածնելու նոր իշխանություններից, բայց ես չեմ պատկերացնում, որ մեկը կարող է գալ Հայաստանում իշխանություն, որը այս մակարդակի անտաղանդ արտաքին քաղաքականություն վարի, դա մայր ես վստահ եմ, որ ունեք իմ անձնական մոտեցումն է, դա պրոցեսը վարկածներից մեկ է ասացի, բայց ես վստահ եմ, որ իշխանափոխության պարագայում Հայաստանը կունենա շատ լավ հարաբերություններ թե Ռուսաստանի հետ, թե Պարսկաստանի եւ ինչու՞ չէ նաեւ Արևմուտքի հետ։ Մի բանը պետք է հասկանալ, որ որևէ մեկ ավելի հայամետ չի լինելու, քան մեր ղեկավարությունը եւ մեր ժողովուրդը։ Ես երկու դրվագ եմ ուզում հիշեցնել։ Առաջինը 2021 թվականի փետրվարը, երբ զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարեց իշխանափոխության անհրաժեշտության մասին եւ առ այսօր պարզաբանված չէ, թե ինչու այդ հայտարարությանը հետևողական չեղան, ավելին այդ բոլոր գեներալները նախերացվեցին պաշտոններից, ոմանք դատվեցին, մեծ մասն էլ հրաժարվել է իր խոսքերից, մի քանիսն էլ առ այսօր ծառայում են այս վարչախմբի գլխավոր շտաբում։ Հետո իրենք մասնավոր զրույցներում սկսեցին ասել, որ Թուրքիայից սպառնալիք է եղել ուղղակի ցամաքային ներխուժման, թե որքանով է դա հավաստի դժվար է ասել։ Երկրորդը 2024 թվականի մայիսին էր, Սրբազան շարժման պիկային օրերին, երբ Թուրքիայից Միլի Մեջլիսի падգամավորներ առաջարկեցին հատուկ զորախումբ ուղարկել Հայաստան, որ պաշտպանի Փաշինյանի անվտանգությունը։ Հիմա ձեր ասածը լիովին իրականանալի է այն դեպքում, երբ Ալիևը եւ Էրդողանը որպես իրենց կլիենտ հանկարծ ու Փաշինյանին ուղված որևէ սպառնալիք այստեղ տեսնեն, բայց եթե այդպես առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, ես գիտեք ինչ եմ Հայաստանը պիտի ազգային ուժ գայի վերջո իշխանություն։ Հայաստանում երբեք ազգային ուժ չի գա։ Ես վստահ եմ, որ եթե օրինակ որևէ փաստաթուղթ չստանա Նիկոլ Փաշինյանը Ալիևից ստորագրված, նա այդ թեզն է առաջ տանելու, որ գիտեք ինչ, դա պատրվակ է լինելու Ադրբեջանին։ Բայց ես այդ համաձայն եմ, որ ել եմ ասում, իշխանափոխության պարագայում իմ կարծիքով փոխվելու թե վերաբերմունքը արտաքին խաղացողների, հատկապես Ռուսաստանի, որտեղ այս տարածաշրջանում հիմա իշխանել համաձայն են մատիկ թե ոչ, լինելու կամ Թուրքիան կամ Ռուսաստանը։
դա բացահայտ է, ինչքան գնում ենք տեսնում ենք, ԱՄՆ-ին չի հետաքրքրում այս տարածաշրջանը, նույնիսկ այդ վերջի խայտարակությունը ոչ թե հենց փաստաթուղթն է, որ ԱՄՆ-ի հետ ստորագրվեց, բայց այն, որ դու հասկանալով ինչ ատելություն ունի Տրամպը Բայդենի վարչակազմի նկատմամբ, որ նույնիսկ բոլորի առջև վիրավորում է Բայդենը, ինչ մեկ Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ։ Stupid president ասաց։ Դու հասկանալով այդ ամենը վերջի մի քանի օր է մնում այդ վարչակազմը գնա, իրենց հետ մի հատ այդպիսի կարևոր փաստաթուղթ է ստորագրում։ Շատ լավ հասկանալով, որ նույնիսկ եթե Տրամպը ցանկություններ Հայաստանի հետ բանաներ, հատուկ կոպտասած ինադու Բայդենին որևէ բան չի անելու։ Հիշում եք, չէ՞, մի քանի շաբաթից պետք է գային սահմանապանները։ Մինչև այսօր չեն եկել։ Որտեվ դա Մակունցը քարոզում էր դեմոկրատական կուսակցության համար, ընդունում էր USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերին, որը Տրամպի երդվյալ թշնամին է, Տրամպատիաց կին է նա։ Դե հիշում եք իրենց մասնակցությունը նկարները դեմոկրատական այդ կոնգրեսի այդ ընտրություններից առաջ եւ չտեսանք որևէ հանրապետականների հետ այդպիսի լավ հարաբերություններ։ Չնայած այնտեղ կան պրոհայկական գործիչներ, դա եմ ասում, ճիշտ քաղաքականության ժամանակ ես վստահ եմ մենք ընկերություն ունենք թե Մոսկվայում, թե Թեհրանում, թե Եվրոպայում, թե ԱՄՆ-ում, բայց դու պետք է կարողանաս այդ մարդկանց հետ աշխատել, ճիշտ աշխատել, առաջնորդվելով քո շահերից։ Դա մեր իշխանապողության պարագայում հենց այդ թուրքական գործոնը չեզոքացնելու համար դու պետք է ստիպված ես լինելու գնալ Ռուսաստանի հետ ավելի լավ հարաբերություններ, բայց ես վերջին տարիներին մանավանդ այդ Տավուշի դելիմիտացիայից տեսնում եմ մի գիծ Հայաստանի իշխանության մոտ, որոնց այսպես կբնութագրի։ Եթե Հայաստանի որևէ հարց տարածքը պաշտպանելու համար պետք է դիմել Ռուսաստանի օգնությանը, մենք ավելի լավ հանձնենք ադրբեջանցիներին, քան դիմենք Մոսկվայի օգնությանը։ Որովհետև ավելի ինքնիշխան կդառնանք այդպես։ Անհասկանալի է ինքնիշխանությունը որտեղ արտահայտվում։ Եթե Ադրբեջանն է վերահսկում, ուրեմն ինքնիշխան է։ Օրինակ Ջերմուկում այսօր շատ ինքնիշխան ենք։ Դե այդպես է ստացվում։ Ձեր ասածը մեկ այլ վտանգավոր մտայնության էլ է բերում։ Այն, որ եթե միջազգային պրեսինգ չկա Ադրբեջանի վրա, նույնիսկ Հայաստանի Հանրապետություն հնարավոր ցամաքային ներխուժման դեպքում, ապա Ալիևին միակ զսպող գործոնը լինելու է Նիկոլին չվնասելու միտումը, հաշվի առնելով առաջիկա ընտրարշավը։ Այսինքն ինքը ըստ ամենայնի հասկանում է, որ եթե մարսեց ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումը Արցախում, նույնիսկ եթե իբր տարբեր իրենց վկայակոչած աղբյուրներով Արցախը ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, նույնիսկ եթե այդպես լիներ, այդպես չէ, բայց նույնիսկ եթե այդպես լիներ, այնտեղ մի ամբողջ ժողովրդի դեպորտացիա եւ էթնիկ զտում է իրականացվել, եւ դրա համար ընդհանուր միջազգային տրիբունալ պետք է ստեղծվեր։ Հիմա սա մարսել է։ Եվ Պարագլուխը չի խոսում ոչ միայն այս մասին, այլև ասենք Բաքվում խոշտանգվող հայ պատանդների մասին չի խոսում, մաքրելով Ալիևի ցեղասպան դեմքը։ Իդեպ այն Ալիևի, որի մասին 2020 թվականին խոսում էր որպես ռազմական հանցագործի, իսկ Թուրքիայի մասին խոսում էր որպես հայոց ցեղասպանությունը շարունակող պետության, ասում էր, որ վերադարձել է տարածաշրջան ավարտելու հայոց ցեղասպանությունը։ Հիմա Ալիևին եթե զսպող որևէ գործոն չկա, եթե Բլինկենի մեկ զանգը չէր կանխում Արցախի շրջափակումը, դա տեղի ունեցել շրջափակման հաջորդ օրը եւ այդպես էլ չի բացվել Արցախի կյանքի ճանապարհը, որևէ սանկցիա չի դրվել Ադրբեջանի վրա, ապա հիմք չկա ենթադրելու, որ Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի հերթական ներխուժումը որևէ միջազգային սանկցիա կբերի Ադրբեջանի հանդեպ։ Եվ ըստ ամենայնի միակ մտավախությունը Ալիևի կարող է լինել այն, որ Նիկոլի դիրքերը հանկարծ այստեղ չտուժեն, քանի որ ինքը այդ կեղծ խաղաղությունը, դելիմիտացիան, փայտե ցանկապատը կամ մետաղական ցանկապատը Կիրանցում վաճառում է մարդկանց վրա իբր խաղաղություն եւ անվտանգություն։ Գիտեք, այստեղ Ալիևը երևի եթե Աստվածաշնչի գնա այդպիսի գործողություններին, նա վստահ է լինելու, որ ցանկացած Հայաստանի ցանկացած իշխանությունը պարտադրելու հետո ճանաչել այդ իրողությունը։ Հիմա կլինի դա Նիկոլ Փաշինյան թե այլ, մենք տեսնում ենք միջազգային իրավունքը ինչպես է տրվում բոլորի կողմից։ Հիմա դուք ասացիք Արցախահայության էթնիկ զտումը, բայց մենք տեսնում ենք Հազայի հետ վատվացում սեկտորում ինչ էր կատարվում։ Միլիոնավոր մարդկանց 90%-ը տների քանդված եւ ինչ, շատ նորմալ է։ Ցավոք սրտի Հայաստանի մեր ժողովուրդը չուզում հասկանա, որ միայն Հայաստանին չի վերաբերում ամբողջ, որ երկրորդ համաշխարհայինից հետո մոտապես 60-70 տարիները, երբ որ համեմատաբար այսպես միջազգային իրավունքներ գործում կային այն ժամանակ Խորհրդային Միություն ԱՄՆ այդ երկու գերպետություն, հետո մեկ գերպետություն, որը պարտադրում էր իր խաղի կանոնները բոլորին, արդեն անցել է։ Մարդկությունը վերադառնում է տածրեն, որ ինչպես Գագին Նժդեն էր ասում, ուժն է ծնում իրավունքը։ Դու կամ պատրաստ ես քո շահերը պաշտպանել, կամ պատրաստ ես։ Մենք տեսեք նույն քրդերի պատմությունը մենք անընդհատ նեղանում ենք, ասում ենք Ռուսները մեզ դավաճանեցին որպես դաշինք եւ այլն։ Հիմա քիչ եղել որ ԱՄՆ-ն քրդերին
դավաճանել է, զոհաբերել է, նույնիսկ այս վերջին տարիներին։ Բայց քրդերը շատ լավ հասկանում են, եթե դու ուզում ես ունենալ սեփական պետություն, դու պետք է պատրաստես պայքարել քո շահերի, քո պետության համար։ Համակերպես խաղի կանոնների հետ, եթե կարողում ես քո գից առաջնանալ, եթե չես կարողանում դիմանաս այդ որոշ ժամանակ, մինչև քո դաշնակցի մոտեցումը փոխվի եւ այլն։ Ցավոք սրտի ամենամեծ վտանգը, որ ես տեսնում եմ, նույնիսկ ոչ թե Ալիևի քաղաքականությունը եւ այլն, Թուրքիայի, ամենամեծ վտանգը, որ ես տեսնում եմ, որ մեր ժողովուրդը կորցրել է ցանկությունը պայքարել։ Ես հետևում եմ իրեք ինչ անընդհատ որոշ հատված մեր հասարակության սպասում է, որ ի վերջո Ռուսաստանը կգա մեր հարցերը, մեր փոխարեն կլուծի։ Որոշ հատված հիաստափելով Ռուսաստանը սպասում է Պարսկաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։ Շատ քչերն են խոսում, որ եկեք մենք մի հատ ցույց տանք, որ մենք պատրաստ ենք կողքից կօգնեն, հիմա ով կօգնի ես չգիտեմ, բայց կողքից կօգնեն։ Նույնը ներքաղաքական պայքարում։ Ես մարդկանց հետ շփվում եմ, տեսնում եմ մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանի դեմ է, ներկայիս իշխանության դեմ է, բայց նույնպես բոլորը երազում են, որ մեկը գա այդ հարցը լուծի, իրենք ծափահարեն, շատ գող կլինեն, բայց կլինի իրենց մասնակցությունը չունի։ Դա է ամենամեծ խնդիրը այս պահին, ես տեսնում եմ Հայաստանի համար։ Այ երբ որ մենք պատրաստ լինենք ու բոլորը տեսնեն, որ մենք պատրաստ ենք պայքարել մեր շահերի համար, որոշ չափով, ես չեմ ասում դուրս գանք Թուրքիային միանգամից պատերազմ հայտարարենք, չէ, մենք ցույց տանք, որ կան կարմիր գծեր, որոնք մենք չենք գնա դրանց դեմ։ Շատ բաներ փոխվել է, նույն Ալիևը շատ ավելի զգույշ կլինի այդ պարագայում Հայաստանի նկատմամբ։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրումից վերջին 2-3 ամսում պատկերացնել միայն կարելի է, թե Հայաստանում, եթե ազգային իշխանություն լիներ, ինչպես կօգտվեր։ Սա մի մեծ նվեր էր, ցույց տալու նաև իդեպ Արցախում ոչ միայն քրիստոնեական, այլև, ասենք, հայրենական մեծ պատերազմի հուշարձանների հետևողական բնաջնջումը հաղթանակի 80-ամյակն է մոտենում։ Մեծ հարց է ռուս-ադրբեջանական հարաբերությունների այս սրված պայմաններում Ալիևը կգնա Մոսկվա թե ոչ։ Եվ ընդհանրապես Ադրբեջանում շատ երբեմն նույնիսկ հեգնական տոնով են խոսում Ռուսաստանի մասին։ Ուզում եմ հիշեցնել, որ դեռևս 80-ականների վերջից այնտեղ ռուս, ֆարսի, էրմենի հայտնի արտահայտությունը կա, որպես 3 թշնամի ազգերի կամ պետությունների, հայերը իհարկե առաջնային շարքում են, բայց ռուսները եւ պարսիկները եւս շարունակաբար Ադրբեջանի կողմից դիտարկվում են որպես թշնամանքի աղբյուր եւ իրենք հարավային Ռուսաստանը, որ հիմնականում իսլամադավան է, մուսուլմանաբնակ է, եւ հյուսիսային Իրանը շարունակում են պատկերել իրենց այսպես կոչված մեծ Ադրբեջանի քարտեզներում։ Սա, եթե Հայաստանում ազգային իշխանություն լիներ, եթե հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՕԱԿ-ը չվերածվեր ֆեյքերի ՊՕԱԿ-ի, եթե իշխանությունում լինեին ազգային մարդիկ, ապա սա շարունակաբար կօգտագործեին ընդդեմ Ռուսաստանի եւ հօգուտ մեր ընդդեմ Ադրբեջանի եւ հօգուտ մեր շահերի Ռուսաստանում, բայց արվում է ճիշտ հակառակը, ինչպես քիչ առաջ ասացիք։ Լավ է, այս տարածքը տանք Ադրբեջանին, անունը դնենք ինքնիշխանություն, բայց Ռուսաստանի դրոշ այստեղ չփոխփողա։ Դե ես մի քանի անգամ դա ասել եմ Տաբել Ռատամոջոսեն, Ալիևի այս վստահ դիրքը Ռուսաստանի դեմ, այդ հակառուսական այսպես քաղաքականությունը շատ բանով պայմանավորված է հենց ներկայիս Հայաստանի իշխանություններով, որովհետև նա հասկանում է, որ ինչպես ասում է, ինչպես կարող է Ռուսաստանը ազդել Ադրբեջանի վրա, հայկական գործոն օգտագործելով Հայաստանը կշիռը մեծացնելով տարածքում, նա վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը դա թույլ չի տա։ Հայաստանը իրեն չի փոխարինի, Հայաստանը Ադրբեջանին չի փոխարինի Ռուսաստանի համար։ Այո, կամ չի հակակշիռ չի լինի, թույլ չի տա, մեր իշխանությունը, որտեվ ես ամբողջությամբ համաձայն եմ, որ եթե այլ իշխանություն լիներ, դա այսպես ես չեմ ասում ամբողջությամբ բոլոր Արցախը կվերադասենք, բայց շատ լուրջ կփոխի իրավիճակը տարածում, որտեվ Ռուսաստանը ստիպված է լինելու Հայաստանի դերը ավելի ուժեղացնել, որպեսզի ուշքի բերի Բաքուն։ Ես շարունակեմ օրինակ, ես ռուս փորձագետների հետ քննարկում ասում, տեսեք, ձեր սխալ մոտեցումները, հաշվարկները ներքաղաքական կյանքում Հայաստանի դոմինոյի էֆեկտով բերեցին նաև լուրջ խնդիրներ Ադրբեջանի հետ, որոնք չկային նախկինում, որտեղ այն ժամանակ Ադրբեջանը շատ ավելի զգույշ էր, զուսպ էր Ռուսաստանի դեմ քայլերում, որտեղ մտավախություն ուներ, որ կարող է դա իր վրա անդրադարձ ունենա արտաքին կարգի։ Այժմ նա շատ վստահ է, որ իր պատկերացում չունենա։ Մտածենք ուր է բերելու այդ քաղաքականությունը։ Իդեպ շատ կարևոր կետի մոտեցակ, դրանով էլ ըստ ամենայնի ամփոփենք մեր զրույցը։ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը մշտապես հատուկ տեխնիկաներ են ունեցել փափուկ ուժ գործադրելու տարբեր երկրների հետ հարաբերություններում, այդ թվում Հայաստանում։ Իհարկե Թրամփի եւ Վենսի պատմական ելույթները լույս սփռեցին, թե ինչպես են ծախսվել այդ միլիարդավոր դոլարները, նաեւ իդեպ Հայաստանի Հանրապետությունում եւ USAID-ի փակումը
ինչպես տեսնում եք, շատ կեղծ իրավապաշտպանների եւ քաղաքասարակություն ներկայացած շատ անձանց ու կազմակերպությունների դռնեդուր է գցել, մարդիկ նույնիսկ Facebook-ով հիմա դրա մահավաքներ են անում։ Ես չեմ բացառում, որ Թուրքիան կարող է այդ դերը վերցնել իր վրա, այսինքն այն մարդիկ, որոնք այսօր անտեր են մնացել, Թուրքիան նրանց կարող է պայմանական որդեգրել եւ դարձնել Թուրքիայի առնվազն ազդեցության գործակալ, իսկ նրանց մեծ մասը Թուրքիայի ազդեցության գործակալ էր նաեւ նախկինում։ Կամ էլ բացահայտորեն ուղղակի թուրքական փողերով ֆինանսավորվող իբր դեպի Եվրամիություն կամ Արևմուտք տանելու կողմնակիցներ։ Բայց ես այստեղ կուզեի տեսնել նաև Ռուսաստանի դերակատարումը եւ դա չեմ տեսնում։ Եվ Ռուսաստանի դերակատարման կամ ակտիվ դիրքորոշման բացակայության պատճառով Հայաստանում հիմա շատ մոլերանտ հակառուսականություն է տիրում։ Իրացիոնալ հակառուսականություն է տիրում, որի բացատրությունը ուղղակի դժվար է գտնել եւ ցավոք սրտի դրանում շատ լուրջ մեղսակցություն ունի Ռուսաստանը իր անգործությամբ, նաեւ այս փափուկ ուժի կիրառման հարցը։ Ես ասենց ասեմ, Ռուսաստանն էլ այդ խնդիրը լավ հասկանում, երբ որ խոսում ես տարբեր լրագրողների հետ փորձագետներ, բոլորն են նշում, որ շատ լուրջ իրանք էլ են ընդունում, այնպես չէ որ Մոսկվայում համաձայն չեն, գտնում որ շատ լուրջ խնդիրներ ունեն փափուկ ուժի հետ կապված։ Եվ դա որոշակի սպეციფիկա ունի արտաքին քաղաքականության մեջ, որ ԱՄՆ-ն միշտ մեծ դերակատարում է տվել փափուկ ուժին, որտեղ շատ երկարաժամկետ է գործել, նա պատրաստ է որոշ ժամանակ անհաջողություն ունենալ, բայց հետագայում վստահություններով այդ փափուկ ուժը ավելի երկարաժամկետում թույլ կտա վերականգնել իրավիճակը ինչպես իրենց է ձեռնտու։ Ռուսաստանը, որ այդ լծակները չունի, այդ ինստրումենտները չունի փափուկ ուժի, ստիպված է անընդհատ նախապատվություն տալ կոշտ ուժին։ Հիմա ու հաճախ դա լավ արդյունքի չի բերում, նույն Ուկրաինան դրա շատ վառ վկայություն է, մենք խոսում ենք Հայաստանին, բայց եկեք Ուկրաինան տեսնենք, որը իհարկե Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր երկիր է։ Դա մայրոնակ հաճախ իմ գործընկերներս Հայաստանում, երբ որ ասում են դե հատուկ է անում Ռուսաստանը եւ այլն, ես ասում մի կացեք, որ հատուկ է, որտեվ նույն Ուկրաինայի օրինակը ցույց է, մարդիկ 14-15 թվականին ասում են այս հարցը պետք է լուծվել, շատ հեշտ կլուծվի, այնքան չլուծեցին, ես նույնիսկ չեմ ասում մինչև 14 թվականը 2004-ից սկսած կողմ։ Որ ստիպված եղավ գալ 22 թվականի փետրվարի 24-ը։ Հիմա ես տեսնում որոշակի հետաքրություն Հայաստանի նկատմամբ։ Մենակ գալիս են փորձագետներ, ես այստեղ Երևանում եմ, որովհետև ռուսական փորձագետներն եկել Գորչակով հիմնադրամի օգնությամբ եւ հայ փորձագետները քննարկում են իրավիճակը, երկկողմ հարաբերությունները, այդ ցավոտ հարցերը փորձելով հասկանալ որոնք են խնդիրները այդ երկկողմ հարաբերությունում։ Հիմա դա ինչ հետևանքներ կունենա, չգիտեմ, մի կողմից դա ինձ ուրախացնում է, որ գոնե այն տեղից արդեն ցանկություն կա ավելի ակտիվ զբաղվել Հայաստանով, հասկանալ ինչու է խնդիրը հայ հասարակության հետ, որտեղ բոլորը համար հասկանալ, որ այս իշխանությունները միևնույն է, ինչ էլ անես Ռուսաստանի հետ չեն լինելու։ Կարող են ժամանակավորապես նահանջ լինի, բայց նրանց առաջնորդությունը այլ ուժային կենտրոնների հետ են, բայց հասկանալ հայ հասարակության հետ ինչպես կարելի է լեզու գտնել, բայց մյուս կողմից էլ պետք է խոստովանեմ, օրինակ նույն Գորչակով հիմնադրամի միջոցառումներին ես մասնակցում եմ, չեմ սխալվում 12-13 թվականից 2000։ Եվ հիշում եմ այնտեղ շատ ակտիվ Վրաստանի հետ էին կապված միջոցառումներ անում, արդեն հիշում եք այդ ծաղիկների հեղափոխություններ եղել, պատերազմներ եղել, խնդիրներ, ես անընդհատ ասում եմ, դուք հայտնի հասցրեք, ասում եմ Պոզնապից բարձրում, ասում իսկ ավելի նպատակարար չի մտածել, թե ոնց պահպանել հարաբերությունները այն երկրների հետ, որոնք դեռ բարեկամ են Ռուսաստանին, դաշնակից են, գործընկեր են, որտեղ Վրաստանը, ինչպես նույնիսկ հիմա են տեսնում, չի կարողանում Ռուսաստանը վերականգնել։ Ինչքան էլ ասում են, որ դա պրոռուսական իշխանություն է, չի ստացվում։ Այո, ավելի Վրաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ հիմա ավելի լավն են, քան Հայաստանի եւ Ռուսաստանի։ Որտեղ իրանք այդ նոր իշխանությունները առաջանում իրենց երկրի շահերով, հասկանում են, որ այնպես է իրանք պրոռուսական, բայց նաեւ խնդիրներ չեն ուզում Ռուսաստանի հետ ունեն, որտեղ հասկանում որ առաջին դա իրենց երկրի համար է վնաս բերելու։ Ռուսաստանը կարող մի փոքր ցավը, բայց իրենց երկրի համար կարող է դա մահացու լինել, թե տնտեսության համար, թե անվտանգության համար։ Ու այս ակտիվությունը ռուսական փորձագետների եւ այլն Հայաստանի ուղղությամբ ինձ մի կողմից ուրախացնում է, բայց մյուս կողմից էլ ես հիշում եմ, ասում եմ, նու կարող փաստացի մենք եկանք նույն Վրաստանի օրինակին, որ պետք է ամեն ինչ այնքան վատանա, որ նոր այդ հետաքրությունը առաջանա, փորձել լուծել խնդիրները, հասկանալ ինչու է խնդիրը եւ լուծել։ Հիմա հույսով եմ, որ ի վերջո այդ երկու կողմերն կհասկանան իրենց մոտեցումները եւ կփորձեն լուծումներ գտնել, որոնք ձեռնտու կլինեն երկու երկրներին։ Ես էլ եմ ասում, մենակ ես չեմ կարծում, որ Հայաստանը միայն Ռուսաստանի վրա պետք է կենտրոնանա։ Մենք բոլոր ուժային կենտրոններից պետք է աշխատենք, բայց առաջնահերթությունը պետք է հասկանանք, որն է առաջինը, որն է ավելի վտանգավոր մեր համար եւ սխալներ չանենք արդեն, որովհետեւ
մենք խոսում ենք, Ռուսաստանը շատ սխալն է արել Հայաստանի նկատմամբ եւ մետացում, բայց Ռուսաստանի համար դա ցավոտ անհաջողություններ են։ Ռուսաստանը մեզ համար ճակատագրական այո, դա որտեվ մասշտաբների երկրների հաշվի առնելով իրենց համար ցավոտ անհաջողություն մեր համար կարող է մահացու լինել։ Ես շնորհակալ եմ այս կարևոր զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Զրուցում էի քաղաքական վերլուծաբան Հայկ Խալաթյանի հետ, սա օրախնդիրներ 168 TV-ի եթերում կհանդիպենք հաջորդ շաբաթավերջին։ Ցտեսություն։